եկեղեցու համար սրբադասման կարևորագույն պայմանն է ճշմարիտ հավատքի ուղղադավանությունը։ Եվ եթե այս ուղղադավանությունը հայոց եկեղեցու կողմից ընդունված, ապահովված չի, սրբադասությունը մեզ համար դժվար է լինում, հա, եւ մինչեւ վերջերս սրբադասությունը Տաթևացին էր վերջին սուրբը 1409 թիվ, դրանից հետո մինչեւ 2015 թվականը պատկերացնում եք 1409-ից մինչեւ 2015 թվականը սրբադասում չի եղել, դա ինչքան է բավականին երկար ժամանակ 600 տարի գրեթե սրբադասում չի եղել եւ այս իմաստով մի կողմից լավ է որ հայոց եկեղեցին այդպես լուրջ է մոտենում սրբադասման հանգամանքին մի կողմից էլ մենք պետք է ավելի խիստ մոտենանք այս հարցին բնականաբար բայց նաեւ աշխատենք որտեղ արժանի սուրբեր կան մեր եկեղեցում բայց մյուս եկեղեցիներից օրինակ այսօր տարածված բաներ կան չէ որ մյուս եկեղեցիները ընդունում են նեկտարիոս հայրպիո շարբել հա այս հանգամանքը մեզ համար հաղթահարված չի մեր համար հայ եկեղեցու սուրբեր չեն դրանք հա մենք չենք սրբադասել իրենց մենք հասկանում ենք որ նվիրյալ անձինք են իրենց եկեղեցու կողմից խիստ ընտրված բայց մենք չենք կարող եւ մի քիչ վտանգ կա որ մենք շարբելին սուրբ պիոին կամ սուրբ նեկտարիոսին պայիսիոսին հավասարեցնենք սուրբ Գրիգոր Նարեկացուն սուրբ Գրիգոր Տաթևացուն կամ Գրիգոր Լուսավորչին հա սուրբերը մեզ համար մեր հարազատներն են եւ այսպես ապահով է ավելի եթե կսրբադասվեն մենք էլ ճիշտ մոտեցում ցույց կտանք եւ կարծեմ թե մենք շատ ունենք սրբադասելու սուրբեր կարիք չունենք մենք ոչ օտար որևէ բան մեր գիտակցության մեջ մենք որևէ մեկին չենք դատապարտում եւ որևէ մեկին չենք գերադասում թող լինեն մեզ հոգեհարազատ մեր եկեղեցու կողմից սրբադասված մենք էլ իրենց բարեխոսությունը կխնդրենք քանի դեռ չեն սրբադասվել մեր եկեղեցու կողմից մենք չենք կարող իրենց բարեխոսությունը խնդրել ամեն